Թեև օրակարգում փոխոսնակի ընտրություններ, սակայն ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներով հիմնականում անդրադառնում էին Էջմիածնում այսօր կայանալիք ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի գործով դատական նիստին, այն որակելով իբրև եկեղեցու անկախության և սահմանադրության նկատմամբ ոտնձգություն։ Դուք ասում եք, որ դուք զբաղվում եք և ձեր պայքարը եկեղեցու պաշտպանության մասին, մենք ասում ենք հետևյալը. եկեղեցին Կտրիշ Ներսիսյանի գլխավորությամբ խառնվել է։ Հարգելի գործընկերներ, դուք հիմա խանգարում եք ելույթ ունեցողին։ Ես ենթադրում եմ, որ եթե դուք շարունակեք նման կերպ, քաղաքացիական պայմանագիրներ կարող է ասենք ամեն անգամ ինչ որ բան ասեք, դուրները չկա նույնը անել։ Ուր կհասնենք մենք այդպես։ Մի տեղից բղավեք։ Խնդրում եմ ուշադիր լինել, որովհետև կրկնում եմ, եթե մենք գնանք այս տրամաբանությամբ, այս ազգային ժողովի դալիճը վերաբացվելու է անընդհատ այս սրահ։ Եկեք այդպես չանենք։ Վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը, խնդրեմ պարոն Հովհաննիսյան։ Қырғызստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդգրկված կազմով նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ավելի քան 15 հարց։ Նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի և Қырғызստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը այս պահին չի կարող ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միաժամանակի անդամակցությունն անհնարին է, սակայն ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը միայն հնարավորություն է ստեղծում ապագայում դիմելու անդամակցության համար։ Փաշինյանի խոսքով, մինչև հանրաքվեի հարց դառնալը անհրաժեշտ է անցկացնել մի շարք փուլեր՝ ինստիտուցիոնալ նախապատրաստություն, պաշտոնական դիմում, թեկնածուի կարգավիճակի ստացում և հետագա բանակցություններ։ Նրա գնահատմամբ այս փուլում հանրաքվե անցկացնելը կլինի անբովանդակ, քանի որ քաղաքացիներին կառաջարկվի ընտրություն կատարել մի այլ բանի միջև, որը դեռևս իրականություն չէ։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը այսօր ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ դատական գործընթացը համարում է ամոթալի և աննախադեպ։ Նրա խոսքով տեղի ունեցողը ոտնձգություն է ոչ միայն եկեղեցու անկախության, այլև սահմանադրության նկատմամբ։ Ղահրամանյանն նշել է, որ քաղաքական իշխանությունը իր գնահատմամբ իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին և հիշեցրել, որ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին պետությունից անջատ է։ Սա ոտնձգություն է ոչ միայն հայ առաքելական եկեղեցու անկախության, այլև Հայաստանի սահմանադրության նկատմամբ, որտեղ շատ ուղիղ սևով սպիտակի վրա գրված է, որ քաղաքական իշխանությունը իրավունք չունի միջամտել հոգևոր իշխանության գործերին։ Հայաստանում եկեղեցին պետությունից անջատ է։ Հայրենակիցներ, ուզում եմ մի փոքր հետ գնալ ու հիշել, թե որտեղից ու ինչպես սկսվեց քաղաքական իշխանության հարձակումը ազգային եկեղեցու նկատմամբ։ 2025 թվականի մայիսի 22-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ-Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար, մեջբերման ավարտը։ Նա պնդեց, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը գտնվում է, մեջբերում եմ, պատմական ադրբեջանական հողերի վրա ու մեղադրեց հայ առաքելական եկեղեցուն ռևանշիստական կառույց լինելու մեջ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը, որը կայացավ դռնփակ ռեժիմում, տևեց մոտ 30 րոպե։ Նիստից հետո փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույց հռչակված Արամ Սարոյանը, որն այս գործով ճանաչված է տուժող, դատանի դահլիճ է մուտք գործել դատավորի համար նախատեսված մուտքով, այլ ոչ գլխավոր մուտքից։ Զոհրաբյանի խոսքով պաշտպանական կողմը մտահոգություն ունի, որ հետագա նիստերը նույնպես կփորձեն անցկացվել դռնփակ ռեժիմով, մինչդեռ իրենք շարունակելու են պնդել, որ դատավարությունը պետք է լինի դռնբաց և հրապարակային։ Հետագա ընթացակարգը այս գործը մակագրվելու է մեկ այլ դատավորի,
եւ դատավորը նորից նիստեր ավիրելու, եթե բացարկի հիմքեր, ինքնաբացարկի հիմքեր չունենա, գործը քննելու է։ Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի պետականության համար սպառնալիք չէ։ Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում նա պատասխանել է իշխանության ներկայացուցիչների հարցադրումներին կապված Ռուսաստանի նկատմամբ ընդդիմության դիրքորոշման հետ։ Անդրադառնալով հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի սահմանված ներմուծման սահմանափակումներին, Սաղաթելյանը նշել է, որ դրանք քաղաքական որոշումներ են եւ իշխանություններին կոչ է արել կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները։ Նրա խոսքով ստեղծված ճգնաժամի հետևանքները կրում են Հայաստանի քաղաքացիները։ Սաղաթելյանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանում ժողովրդավարության վիճակը իր գնահատմամբ հեռու է ժողովրդավարության չափանիշներից, անդրադառնալով ընտրական, խոսքի, սեփականության եւ աշխատանքի իրավունքներին։ Որտեղ է թաղված շան գլուխը, որտեղ է հիմնական խնդիրը։ Արդյոք այն ճանապարհը, որով գնում եք դուք, դա հարաբերությունները կարգավորելու ճանապարհն է եւ որն է այն գինը, որը դուք պատրաստում եք վճարել իբր այդ հարաբերությունները կարգավորելու համար։ Եվ արճակատումը, խնդիրը, բախումը, անհամաձայնությունը մեր եւ ձեր ստեղը։ Այդ գինը հետեւյալն է. հրաժարվել անկախության հռչակագրից, ուրանալ ցեղասպանությունը, սահմանագծման եւ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին իրականացնել նոր զիջումներ, Տիգրանաշենը չեք բացառում, որ կարող եք հանձնել, Հայաստանի տարածքով անխոչնդոտ ճանապարհ Արևմտյան Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, անունը ինչ ուզում եք դրեք, եւ խորհրդարանի կողմից վավերացված պաշտոնական փաստաթուղթ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու։ Ահա սա է այն գինը, որ դուք փորձում եք ու այն ճանապարհը կարգավորեք այդ հարաբերությունները։ Հիմա հարց. այսքան զիջումներից հետո բավարարվելու է Թուրքիան եւ Ադրբեջանը ու կարգավորվեն այդ հարաբերությունները ու այդ սպառնալիքը չեզոքանա։ Ազգային ժողովի նախկին падգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ հայոց եկեղեցին պետք է պաշտպանել, սակայն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը իր գնահատմամբ իշխանափոխությունն է։ Նա գրել է, որ իշխանությունները խոսում են քաղաքական բարեկրթությունից, բայց գործում են հաշվեհարդարի մեթոդներով։ Աբրահամյանի խոսքով իշխանությունը ճնշում է տարբեր ոլորտների ներկայացուցիչներին, այդ թվում եկեղեցուն եւ փորձում է միջամտել կրոնական ազատության ոլորտին։ Նրա գնահատմամբ ամենայն հայոց կաթողիկոսի եւ եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացները վկայում են, որ իշխանությունների գործողություններն այլևս սահմաններ չեն ճանաչում։ Աբրահամյանը նաեւ հիշեցրել է, որ եթե ընդդիմադիր ուժերը բավարար աշխատանք չտանեն իշխանափոխության ուղղությամբ, ապա հնարավոր չի լինի կանգնեցնել իր բնորոշմամբ իշխանության կազմաքանդող քայլերը։ 1.3 միլիարդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է հայտնաբերվել Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլում, հայտնում են պետական եկամուտների կոմիտեից։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի ընկերությունն առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրել է վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չի արտացոլել հարկային մարմիններ ներկայացվող հարկային հաշվարկներում։ Դրանից բացի առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը իբր վարձավճարի տեղերից բացի ամեն ամիս յուրաքանչյուր վաճառողից կանխիկ եղանակով գանձել է հավելյալ գումարներ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ Վերոնիկա Զոնաբենդի հետ։ Կառավարությունից հայտնել են, որ հանդիպումը կկազմակերպի արտաքին գործերի նախարարության միջոցով։ Զոնաբենդը հուլիսի 8-ին բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնելով Բաքու մեկնելու եւ այնտեղ պահվող հայերի հարցերով միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում մասնակցելու մտադրության մասին։ Կառավարությունից նշել են, որ հանդիպման ընթացքում կներկայացվեն Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի եւ նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերը։ Հայտնել են նաեւ, որ կապ է հաստատվել Զոնաբենդի հետ եւ փոխանցվել հանդիպման կազմակերպման համար անհրաժեշտ տվյալներ։